Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող 5-րդ ալիքի եթերում օրագիրն է։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ հոգեբան Միրդադ Մադաթյանին։ Պարոն Մադաթյան, շնորհակալ եմ ես հյուրընկալվելու։ Ես եմ շնորհակալ, որ հիշել եք։ Նիկոլ Փաշինյանով զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի փաշտոնը, ուրախ ավտոբուսով պետական կառավարման գրեչ թե ամբողջ ապարատով շրջագայում է Հայաստանի տարբեր քաղաքներում, եփած ուրեմն կուկուռուզ է ուտում, կարկանդակ է ուտում, քննարկում են դրանում սոխի առկայությունը, օգնում են նաև փողոցում կանանց տոպրակները հասցնել տուն։ Ինչ տպավորություն է ձեզ մոտ առաջացնում այս ամենը։ Եկեք նախ մի փոքր լիգբեզ անեմ, ինֆորմացիա, այսպես ասեմ։ 70-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հոգեբուժաների պացիենտներին տեղափոխող ավտոբուսներին անվանում էին ուրախ ավտոբուս։ Այդ ուրախ ավտոբուսները հետ պացիենտներին տանում էին երբեմն արտագնապ բաների, զբոսանքների, նույնիսկ ձկնորսության, կամ տեղափոխում էին մի հիվանդանոցից մյուսը։ Բնավ չեմ ուզում ոչ մի զուգահեռներ անցկացնեմ այս մեր ուրախ ավտոբուսի հետ, բայց ամեն դեպքում ուզում եմ հիշենք, որ այսպիսի փաստ տեղի ունեցել է։ Ինչ վերաբերում է մնացածին, եկեք հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը այս շոուն, որը կազմակերպել է, շոուն, այո, այս նախընտրական շոուն, այդ որ ինքը հարավոտից բանը խոսափողը խփումավրեն դուրս է գալիս դուրս, ինքը եթեր են տալիս ինչ որ մոնտաժված կտորներ, այսինքն ամեն դեպքում ժողովրդին հասնում է ինչ որ մի հատ ինֆորմացիա, որը ինքը ուզում է, որ ժողովուրդը տեսնի։ Այսինքն ֆիլտրված հատվածներ են։ Բնականաբար, բայ իհարկե, դե թող տուալետ գնալուց էլ ցույց տային, էլի։ Այդ միկրոֆոնը վրան հասկացար ձենն էլ լսվեր, կամ մնացած բոլոր բաները կտրում են, չէ՞, ամեն ինչը։ Այդ կտրելու դեպքում ուզում եմ, որպեսզի հեռուստադիտողը հասկանա, որ պերաշկի ուտելու, ես գիտեմ, որ պերաշկին կարկանդակն է, բայց Նիկոլ Փաշինյանը պերաշկի էր ուտում, կարկանդակ չէր ուտում։ Պերաշկի ուտելու ակցիան, որը Նիկոլ Փաշինյանը արել է, հատուկ է իրանց մատուցվել։ Այլապես չէր դրվի։ Նպատակը։ Բացատրեմ։ Ուզում եմ նշեք 3 նախագահներից որևէ մեկի ուտելու կադրեր, որը դուք երբևէ եթերում տեսել եք։ Չկա։ Ուզում եմ նշեք որևէ երկրի նախագահի, դա թող լինի Տրամպի ուտելու կադրեր, դա թող լինի մի ուրիշ մարդու ուտելու կադրեր, չեմ ասում պերաշկի ուտելու կադրեր, ընդհանրապես ուտելու կադրեր։ Սա ընդունված կարգ չի, այսպիսի բան չի արվում։ Նման բանը ժողովրդին տրվում է մի դեպքում, երբ որ մարդը համարում է, որ ժողովուրդը հավա, ու ինքը կուտ է տալիս, որ այ դուք եք պերաշկի ուտում, ես էլ եմ պերաշկի ուտում, ես ձեզ նման եմ։ Այս նախադասությունն է գնում տակը, ուրիշ ոչ մի բան։ Այսինքն հարգանքի տոտալ բացակայություն։ Իհարկե, ես կարծում եմ, այո, որ Նիկոլ Փաշինյանը իր ընտրողների նկատմամբ հարգանքը կորցրել է շատ վաղուց։ Այս ժամանակ, երբ որ 10,000 դրամը ծախսելու տեղ չունեին կամ չգիտեին ոնց ծախսեն, իր ընտրողներն էին դրանք, դրանք մեր հետ կապ չունեն։ Այն ժամանակ, երբ որ սկսեց հասկացար այս ամեն ինչը, այդ ամենը ինքը արել է իր ընտրողների գլխին։ Իմ մոտ այս տպարությունը նույնիսկ եղել, որ Նիկոլ Փաշինյանը ատում է իր ընտրողներին ու ամեն կերպ փորձում է ոչնչացնել։ Վնասել, ոչնչացնել, ոռոգման ջրով, հայրենիքի ծուտաներից կտրելով եւ այլ իրավիճակներով։ Նորմալ է։ Էսը սա խնդիրը։ Արցախում էլ ինքը ուներ ընտրողներ, իր ընտրողներին անտուն թողեց, անգերեզման։ Ինքը իր ընտրողների նկատմամբ ինձ թվում է պաթոլոգիկ բացասական վերաբերմունք ունի։ Այնպես որ եկեք մենք այս շոուին չանդրադառնանք, որտեղ Փաշինյանը իր այդ շոուն անելով, ավտոբուսի մեջ բարելով կամ չգիտեմ ինչ անելով որոշել է ցույց տա, որ ինչ որ նախընտրական ինչ որ հակայլեր է լուծում, պատահաբար ինչ որ մի հատ կին է հանդիպում, որին ուզում է օգնի, ես հատուկ եմ ասում ուզում է օգնի, որովհետև վստահ ասում եմ, որ ինքը չի օգնի այդ կնոջը վերջում։ Հայ ցույց են տվել են պահը, որ ասում եք տվեք օգնեմ։ Իսկ հետո ով է տարել այդ տոպրակները, չգիտեմ։ Այ մատ հարցրեք մյուս անգամ իր այդ բանի ժամանակ, հարցրեք, իսկ ով վերջում այդ կնոջ տոպրակները տարավ, դուք հանեցիք վերև, տունը տեղավորեցիք այդ տոպրակները։ Սառնանում կաբաչկին բանս են շարեցիք նորմալ։ Դե օգնել էլի, միջև վերջ պիտի օգնել էլի։ Այս կցակ է սա խնդիրը։ Եկեք այս բեմականացումներին լուրջ չվերաբերվենք։
Իսկ հանրության վրա այս բեմականությունների Չեմ ազդեցությունը կարծում, որ այսօրվա լայն հանրությունը նման բեմականություններից իմ կարծիքով արդեն հագեցած է։ Սա այն ժամանակ, երբ որ ինքը հեծանիվով մի անգամ գործի գնաց, բոլորը ասին, «Վաու, էս ինչ տիպ է»։ Մի օր էլ ես չգիտեմ, նախարարները մետրոյով գործի գնացին, մի օր, չէ, եթե չեմ սխալվում, հա։ Մի օր մետրոյով գործի գնացին, հետո դրանից հետո 7 տարի ժողովրդի արունը խմեցին։ Ժոտ տեսել է, չէ՞ սա, որ մի օր գալիս են հեծանիվով, ցույց են տալի, որ sense դեմոկրատ են, հետո թազա BMW են առնում, հետո թազա հասկացա վերջի բրանիրованный Mercedes-ն են առնում, համարներն է դնում են 0.1 համար 1, հա։ Հասկացանք, իհարկե խոսում են պատավապետության մասին, վերջում նույնն են անում։ Ստից բաներ են դրանք։ Հիմա այսօր պերաշկի ուտող Նիկոլ Փաշինյանը ինչ է կարծում այդ հավատացողներին։ Իսկ առավոտյան նախաճաշին, որ սև խավիարը քսել է, հացին կերել է, նու տենց հիպոթետիկ։ Ինչի՞ ձեզ չի հիշեմ Միմիկ Թալել ձեր տուն ուղարկել այդ սև խավիարից։ Միասին այլ այդ իր նախաճաշն հետո կիսվել է։ Իրենք շատ ստրեսային աշխատանք են կատարում եւ դրա դիմաց պետք է պարգևատրվեն։ Պերաշկով ոնց է յոլա գնալու, այն էլ սոխով։ Չէ, էլի չի լինի մեղքա։ Իրանք դե առողջ մնան, որ դատվեն։ Չպետք է հիվանդանան։ Իրանք բոլորը պետք է առողջ մնան, որ հունիսի 8-ից հետո դատվեն։ Իրանք պետք է դատվեն, իրանք պետք է երկար ապրեն, որտեղ այդ դատը մեծ ժամանակ է ուզելու։ Այդ ամբողջ ժամանակ իրանք պետք է առողջ լինեն։ Իրանք պետք է դատվեն, իրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, իրանք չպետք է հիվանդանան։ Իրանց առողջությանը վտանգ չպետք է սպառնա։ Իրանք պետք է պատմական եւ իրավական պատասխանատվության ենթարկվեն։ Սա իմ համոզմունքն է։ Ես համենայն դեպս դրա համար եմ պայքարում։ Անդրադառնանք մարդկանց արձագանքին այս այցելությունների ընթացքում մենք ականատես եղանք բավականին հետաքրքիր միջադեպերի։ Թվում է թե ամեն ինչ արել էին, որպեսզի միայն համակիրների հետ հանդիպում լինի, բայց այդ համակիրների շրջանում են այնպիսի հարցեր տրվեցին Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս կարելի ասել հունից դուրս եկավ։ Ինչու՞։ Մարդիկ սկսել են արդեն դադարել համբերել կամ դիմանալ, ինչ է կատարվում։ Տեսեք, ես համոզված եմ, որ Հայաստանում չկա միամիտ մարդ, նույնիսկ իմիջիայլոց ԿՊ-ի կողմնակից միամիտ մարդ, ով համոզված, ով գիտի, թե Նիկոլը մենակ դուրս է գալի ժողովրդի մեջ ու ոստիկանական ամբողջ համակարգը այդ շրջանները սենց չի շրջափակում։ Դրա ակնհայտ պատկերներ մարտի 8-ի իր էլի ուտելու պատկեր կար մի հատ, չէ, ինչ որ կաֆեում նստած բաներ ուտում, որտեղ այդ կողմի վրա ոչ մեկ չկար նստած, բոլորը նստած էին մյուս կողմի վրա։ Դες ախրանան կաֆեի այդ շրջանը եզրափակել էր, որ ոչ մեկը մոտիկ դաժան կողքի սեղաններին նստած չլինի։ Դուք հասկանում եք, չէ, որ կամայական ռայոն գնալուց նախապես ֆիլտրած ժողովուրդ են բաց թողնում իր մոտ, որոնք ոգևորությամբ պիտի ասեն եւ օրինակ Մարալիկում հեն տղայի խոսելուց դուք տեսաք, որ կողքից շատ մարդիկ եկան, փորձեցին եւ միջամտել ուղակի կամերաների մոտ Փաշինյանը կարողացավ, հա, ինչ որ ձևի կասեցնել, թե չէ կարողա պատահի շատ բռի գործողություններ են ձեռնարկի։ Ժողովուրդը հարցեր ունի ու չի կարողանում Փաշինյանը այսօր այնպես ֆիլտրել։ Դες հասկանում եք, չէ, իր ընդդիմադին մասան զանգվածը այնքան մեծ է, որ չի կարողանում այնպես ֆիլտրել, որ նման կիքսեր չլինի, որ չլինի խանութից դուրս հանող իրան։ Դուք հասկանում եք ինչի մասին ենք մենք խոսում։ Այսինքն մարդիկ հասկանալով դրա հետևանքները։ Դուք պատկերացրեք, որ ձեզ մի օր մի խանութից դուրս հանեն։ Մենք զգացեք դա, այտենց նվաստացում։ Սա լուրջ նվաստացում էր այդ երիտասարդը, լուրջ վերաբերմունք ցույց տվեց դրա նկատմամբ։ Երկրի ղեկավարի նկատմամբ մենք չենք ունեցել այդպես երկրի ղեկավար։ Չի եղել այդպես երկրի ղեկավար։ Ղեկավար, նախարար կապ չունի։ Կամ երիտասարդի տված բնականon հարցերը կապված եկեղեցու ու կաթողիկոսի հետ, սա կապ չունի ոչ մի ուրիշ բանի հետ։ Եկեղեցու ու կաթողիկոսի սրբապղծության հետ է կապված։ Հարցեր տալի։ Մի մարդու երկրորդ կիրակին, հա, այդ իր սկզբունքայնությունը թողած, հա, դրել է մի կողմ, պատարակներին լավ էլ կաթողիկոսի անունը տալիս են, ինքն էլ կանգնած է լոն պատարակներին։ Դե թող բոյկոտի, եթե ճիշտ է, եթե ամեն ինչ կա, եթե ժողովրդական ցասում կա, կամ ժողովրդական ընդվզում կա եկեղեցու դեմ, ապա դժվար բան չէ այս խնդիրը լուծել, բայց փաստը ցույց տվեց, որ ժողովուրդը ընդհակառակը ընդվզում ունի իր դեմ։
Անցած տարվանից Նիկոլ Փաշինյանը բաց է արել համակիրների այս գործով, էլի եկեղեցու գործով համակիրների հավաքագրման հասկացար գործընթացը սկսել, որտեղ առ այսօր 300 քանի հոգի մարդ է հավաքագրվել։ 3 միլիոն հայից։ Սա ժողովրդական process է։ Իհարկե։ Իշխող խմբակցության 300 հոգի մեջ գիտեմ անուններով չեմ նայ ով ա եղել դրանց մեջ կլինեն խմբակցության անդամներ, կլինեն ժեկի պետեր, որոնք ուզում են ուղակի լավ Երևանը տեսել։ Այսինքն վարչական լծակներին տիրապետելով ընդհանրապես 300 300-ից մի քիչ մարդ հավաքագրել, ինչ որ մի այսքան բան։ Դες եկեք հասկանանք, որ էս էլ է, հա, խեղկատակություն, որը արվում է։ Հիմա Փաշինյանական խեղկատակությունները չունեն սահման։ Մենք քանի որ մեր ժամանակը ծախսել ենք ուսման վրա, կայանալու վրա, ինչ որ մասնագիտական գործընթացների վրա, այդքան պարապ չենք եղել, որ խեղկատակության մեջ վարպետանանք։ Ու դրա համար ամեն անգամ մեզ թվում է, որ սրանից այն կողմ խեղկատակություն հնարավոր չի, բայց Փաշինյանը մեզ հուսախաբ է անում, որտեվ ինքը ավելի մեծ խեղկատակություն բերում է դնում է դեմներս։ Հիմա այս նախընտրական այսպես կոչված գործընթացը խեղկատակությունն է։ Այդ դեպքում եկեք ես ձեզ հակառակը հարց տամ։ Ինչա ձեզ թվում է ընդդիմադիր ուժերը, հանձինս Հայաստան դաշինքի, այդքան խելք չունեն կամ երկրորդ նախագահ այդքան մտ չի կարողանում մտածի, որ նախընտրական գործընթացներ սկսի։ Ինքն էլ գնա շրջաններ, ինքն էլ սկսի հանդիպել։ Դուք չեք գիտեք ոնց է, կա թիմ, ով մեծ մտավախություն ունի չվերարտադրելու, ով խախտում է այսօր բոլոր օրենքները եւ ժամանակից շուտ սկսում է նախընտրական գործունեություն, ով խախտում է բոլոր օրենքները եւ նախագահը ժամանակից շուտ ստորագրում է ընտրությունների օր եւ ժամ։ Դա խախտումով է եղել օրենքի։ Լավ է, վատը խախտում է դա։ Ու կա թիմ, ով գիտի, որ ամսի 8-ին հունիսի 8-ից մենք սկսելու ենք վերականգնել մեր արժանապատվությունը։ Իմ համոզմամբ սկսելու ենք վերականգնել մեր արժանապատվությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես մի համոզմունք ունեմ, հայ ժողովուրդը դմբոչի։ Մենք կրթված ժողովուրդ ենք, լավ ժողովուրդ ենք։ Անկախ անկախ ամեն ինչից մենք կրթված ենք։ Միգուցե նեղացած ենք եղել, միգուցե ինչ որ միտեղ փոշմանած ենք եղել, միգուցե օլիգարխներից հոգնած ենք եղել, բայց այստեղ էլ պիտի մի հատ խելոք մտածենք ու հասկանանք ում կողքն են այսօր օլիգարխները հավաքված։ Ես խնդրում եմ այս հարցն էլ տակ։ Երկրորդ նախագահի կողքը նմուշի համար գոնե մի օլիգարխ տեսել եք։ Չկա։ Այդ դեպքում եկեք չկապենք իրար։ Օլիգարխիայի զարգացումը այսօր իշխող ուժի կողքը օլիգարխներին, որ օլիգարխներն են։ Իհարկե։ Իշխող ուժի կողքը հենց օլիգարխներ կան, Սուքասյան Խաչի, չգիտեմ, Գագիկ Մելքոնյան, օլիգարխը որն է, որ պաշտոնով ունեցված կա, չէ՞։ Մելքոնյան Գագիկը հասկացար, սենց ասեմ, երրորդ դասարանի կրթության երեխու ուղեղ չունի։ Երբ որ ինքը խոսում է իր լինգվիստիկ պատերները, հասկացար, պրիմիտիվ են, բարձ ստորադասական նախադասություն չի կարողանում կազմի։ Դուք հիմա մասնագիտական վերլուծություն եք ենթարկում իր խոսքը։ Ոնց կարա ինքը փող ունենա։ Փողը ինտելեկտի հետ պետք է ունենա։ Բայց ինչպես ստացվում։ Դե, օլիգարխա էլի, բա ինչ եմ ասում։ Այդ մարդը եղել է բանակին պաշտոնյա, այդ մարդը հասկացել ուրեմն ինչ որ մի ձևի ունեցված կա ձեռք բերել։ Ես տենց կարող եմ ենթադրել։ Եթե իհարկե Ամերիկայում իր տատիկը չի մահացել եւ իրան չի կտակել միլիոններ։ Մելքոնյան Գագիկի դեպքում կարար այդպես մի հատ մի հրաշքներ։ Տեղեկատվություն այդ մասով չկա։ Պարոն Մադաթյան, շատ քննարկվեց նաև Աննա Հակոբյանի հեռանալը կառավարական առանձնատնից, շատերը տարբեր ենթադրություններ արեցին, բայց ամենակարևոր հանգամանքին անդրադառնանք։ Աննա Հակոբյանը քաղաքական ֆիգուր էր։ Այնուամենայնիվ, անկախ իր զբաղեցրած դիրքից, իր հեռանալը կվնասի, թե կնպաստի Նիկոլ Փաշինյանի ընտրական ձայների։ Ես խնդրելու եմ այդ ռակուրսից չնայել։ Այ դուք ասում եք ինչի եք համոզված, ես ասեմ, նաև համոզված եմ նրա համար, որտեվ հայերի համար ընտանիքը կարևոր է։ Եվ հայ տղամարդը իր ընտանիքում հարգված է կամայական դեպքում։ Եկեք այսպիսի բան հասկանանք։ Աննա Հակոբյանի հեռանալը չի։ Մենք տեսանք մարտի 8-ին Նիկոլ Փաշինյանին մենակ խմորեղեն ուտելուց մի մարդու, որ միկրոֆոնով համարյա թե զուգարանել է գնում եւ կամերայով, բայց այդ տանը բացի Աննա Հակոբյանից եւս 3 աղջիկ կա։
Այսինքն ոչ թե Աննա Հակոբյանն է հեռացել, այլ Փաշինյանին են հեռացրել ընտանիքից։ Այս դրա մասին պետք է մտածել։ Երբ որ տղամարդուն հեռացնում են ընտանիքից, երբ որ նույնիսկ իր ընտանիքի անդամները իրան չեն վստահում, ոնց կարող է պատահի ինչ որ օտար մարդ իրան վստահի։ Չէ, ես տեսել եմ տարբեր Տիգրով ովքեր ուզեցել են գրավել Աննա Հակոբյանի տեղը եւ հրապարակավ գրել են գանք մենք եփենք թափենք քո համար եւ այլ բաներ, հա։ Այս ստոցաները կլինեն իհարկե, հեսա միշտ է լինում։ Բայց ես համոզված չեմ, որ հայ ազգը, հենց հայ կոչվողը, հայ կինը օրինակ, այս ստոցաների հետ ուզում է մի բանի մեջ լինի, հա։ Հա, մի բազեվի մեջ լինի։ Ես համոզված չեմ, որ հայ կնոջ երազանքը դա Նիկոլ Փաշինյանն է։ Ու Բրեդ Պիտը ու Նիկոլ Փաշինյանը։ Ցանցել եկեք ասոցացնենք։ Ու մի քիչ չեմ կարծում, որ տենց, հա, ու ես կարծում եմ, որ հայ կանայք շատ ավելի խելացի են, շատ ավելի գեղեցիկ են, շատ ավելի միջայլոց հիմա մի ամսակի մեջ ենք, մի անգամից ուզում եմ շնորհավորել նաև բոլոր կանանց տունը, մարտի 8-ը եւ ապրիլի 7-ը այս ընթացքի մեջ ենք, չէ՞, մենք հա մի ամսակի մեջ ենք, ու ես համոզված եմ, որ արժանապատվության վերականգնումը լինելու է հայ կանանց միջոցով։ Շարժողուժը լինելու են հայ կանայք։ Ես այդպես եմ ենթադրում։ Կանայք իմաստուն են ու կանայք ընտանիքում շարժիչ են, իրանք կարևոր են։ Երբեմն նաև էմոցիոնալ առումով ավելի ակայուն ուժեղ են։ Նաև։ Եվ ես մեծ հույս եմ կապում, որ հայ կանայք թույլ չեն տա, դրամարտնելով եմ սա ասում, որ մենք ուղղակի զրոյական արժանապատվությունով ու այդպես պերաշկիներով, հա, յոլա գնանք։ Չեմ կարծում որևէ մի հայկին իր ամուսնուն յուղոտ պերաշկիով կկերակրի։ Անդրադառնանք ընդդիմադիր դաշտին։ Ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում եւ արդյոք իշխանության այն պիտակավորումները ընդդիմադիր դաշտին կամ խոշոր ընդդիմադիր ուժերին հնարավորինս լույսի տակ ներկայացնելու աշխատում է։ Գիտեք, էլ KGB-ի գործակալ, էլ Ռուսաստանի շահերի ներկայացուցիչ, էլ հիբրիդային պատերազմի գործիք։ Ժորդ, եկեք ասենց, եթե շահերի մասին խոսում ենք, եկեք փորձենք հասկանալ իսկ ում շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը այսօր ագրեսիվ վարքագիծ է դրսևորում մեր հարևան Պարսկաստանի հետ։ Ասում է, որ մենք պիտի հարևանների հետ լավ լինենք, բայց փչացնում է մեր հարաբերությունները Պարսկաստանի հետ, Իրանի։ Փչացնում է մեր հարաբերությունները Վրաստանի հետ, գնում այնտեղ ինչ որ բաներ անում, նվագում է։ Բայց մեր ֆուրերը մեկը չեն անցնում, ու մենք էլի խնդիր ենք ունենում։ Բայց պաշտամունքի է ենթարկում թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Կարող եմ ես տրամաբանորեն լինելով, չգիտեմ, այլազգի, ուղակի նայելով փաստերը, հա, փաստերի վրա հենվելով, ես ասեմ, որ Թուրքիայի դրածոյը Նիկոլ Փաշինյանը, ոնց ենք ասում, Ռուսաստանի ագենտ են եւ այլն, թուրքիայի ագենտ է Նիկոլ Փաշինյանը։ Նորից չկա այդպիսի բան։ Գոյություն չունի այդպիսի բան։ Ինքը որ ասում է խաղաղություն ում է դա հաստատում։ Նույն թուրքերի եւ ադրբեջանցի։ Ադրբեջանցին ասում է չեմ հաստատում։ Ասում է չեմ հաստատում, ընկեր ջան։ Բայց Զայեդ մրցանակը ստացան, տեսակ։ Հա, ստացան։ Բայց Ալիևը մրցանակը ստանալուց հետո ասեց չեմ հաստատելու խաղաղություն, մինչև Հայաստանում չընդունեք Ադրբեջանի կողմից ուղղված սահմանադրություն։ Ով է հիմա ագենտ։ Ինչ կասեք։ Նորից եկեք հասկանանք։ Ում մասին ենք հիմա որ խոսում ենք ագենտ, ով է հայկականություն պահում։ Կամ երբ որ ասում է ուրախ եղեք, որ ամբողջ աշխարհը պատերազմում է, իսկ մենք խաղանք, պատերազմը արդեն բրծել է, մենք խաղ ենք մնացել։ Հələ նոր է սկսում։ Հələ նոր է Ադրբեջանը մտնում խաղի մեջ։ Հələ նոր է Նախճեվանում խնդիրներ լուծվում։ Իսկ դուք sense հանգիստ եք ու տենց արխային, չէ՞, Արնոլդ Շվարցնեգերը իր կինոյի մեջ տենց արխային չէր լինում։ Այդ ո՞նց է կարող, ժողովուրդ։ Միգուցե երաշխիքներ ունեն, պարոն Մադաթյան։ Սա միգուցե պրոստը կարող է անարեստավարժության կամ ավելի կոպիտ ասած անգրագիտության արդյունք է, որ մարդը այնքան անգրագետ է, որ սեփական անվտանգությունը իր համար արժեք չի ներկայացնում։ Ու ինքը պատրաստ է այսօր զոհելու բոլորիս, որ պատահաբար, չեմ ասում մտածված, կարամ երումբել Երևանի վրա անգնի։ Պատահաբար։ Ու
Կամ պատահաբար այս աժոտաժի մեջ ադրբեջանցին որոշի, որ Սևանի ափը կարելի է վերցնել։ Աժոտաժ է էլի, մեկը իրան խփում են էլի։ Ճանապարհի կեսն էլ անցել է։ Հասկացանք, չէ՞, դες եկեք հասկանանք ժողովուրդ ջան, հո ասելով չի։ Այն հին անեկդոտ կա, չէ՞, ասում դու էլ ասա, դու էլ ասա։ Այդպես ხო չի, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Այդ խաղաղություն հենց ասում եք, բարձրացեք երաբլուր տեսեք այդ շիրիմները ու ընդեղ ասեք այդ խաղաղությունը, այդ երեխաների հոգիները ձեր վրա կծիծաղեն։ Կծիծաղեն։ Խաղաղություն գոյություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է այսօր սահմաններում որոշակի հանդարտությանը, որը որ կա, սա պայմանավորված է նրանով, որ մենք պարտված կողմ ենք։ Ժամանակին, երբ որ մենք հաղթած կողմ էինք, Ադրբեջանը որպես պարտած կողմ որոշակի սադրանքներ էր անում սահմաններին, okay։ Հիմա որ մենք ենք պատրում, մենք պետք է անենք այդ սադրանքները, այդ չենք անում հանգիստ է։ Ինչ մի զարմանալու բան կա թե։ Մեզ արդեն ծեծել են, բրծել ենք։ Հիմա ինչ պետք է անեն։ Խանակ մենք պետք է ռևանշի ձգտումներ, չէ՞, ունենանք, գնանք ինչ-որ սադրենք, մենք չենք անում դա։ Մեր իշխանությունը կատեգորիկ դա կանգնացրել է։ Լավ է թե բա չեմ ուզում գնահատեմ այսօր։ Չենք անում, դրա համար էլ խաղաղ է։ Այն ժամանակ մենք հաղթած էինք։ Տարածքներ ունեինք, Արցախ ունեինք, բուֆերային զոնաներ ունեինք, Լաչին ունեինք ու տարբեր բաներ, եթե չի չեք համեմատում են նս սրա հետ։ Ուրեմն դուք բերում եք համեմատում եք 98-2008 շրջանը, երբ որ մենք ունեցել ենք պատերազմ, երբ որ մենք տևական պատերազմի ժամանակ ավելի թվային քանակով իմ կասկածներն ավելի քիչ մարդ են կորցրել, քան կորցրել են 44 օրվա ընթացքում, իսկ այնտեղ տարիներ են տեսել պատերազմը։ Ու այդ ընթացքում այդ մարդիկ զոհվել են մեզ տալով հող, մեզ տալով հայրենիք, կտոր, ամեն մեկը իր չափով։ Այս մարդիկ անիմաստ չեն զոհվել։ Հասկացաք, որին հետո Աննա Հակոբյանը որակել է որպես անիմաստ զոհվածներ։ Հիմա դուք հայրենիքը կորցնելով, հասկացաք, ավելի շատ մարդ զոհելով դուք խաղաղություն եք։ Բայց ո՞նց է տենցելում է ժողովուրդ։ Հասկացաք, այդ դեպքում ուրեմն աշխարհում 3 սիրած ունեցողը ամենալավ ընտանիքի հայրն է ու ազնիվ մարդն է, աշխարհի ամենամարդասպանը, ամենահումանիստն է, ձեր տրամաբանության մեջ։ Դա չի լինում, չէ՞։ Անդրադառնանք ընդդիմադիր դաշտում տեղավորված ուժերին։ Ինչ է կատարվում ընդդիմադիր դաշտում։ Արդյոք կա այն ցանկալի համախմբվածությունը, որը պետք է ծառայի միասնական։ Ես այստեղ համախմբվածություն ասելով, ես չգիտեմ դուք ինչ եք ակնկալում։ Կա գաղափար, մի նպատակի շուրջ կարծես թե կա համաձայնություն ընդդիմադիր ուժերի մեջ։ Այսինքն, եւ բոլոր ուժերը կարծես թե հայտարարում են այս պահին ընդդիմադիր ուժերի մասին եմ խոսում, որ Փաշինյանը պետք է չլինի։ Այս մի նպատակի շուրջ կասես թե կարծես թե ինչ որ կոնսենսուս ձևավորվում է։ Այսօր շուտ է դրա մասին խոսելը, բայց կոնկրետ ուժեր կան, որտեղ ես տեսնում եմ օրինակ այդ կոնսենսուսը, հա, ասենք, եթե մենք վերցնենք որպես հիմնական ու ամենախոշոր ընդդիմադիր ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որը այսօր խորհրդարանում է, սա Հայաստան դաշինքն է, ապա Հայաստան դաշինքի հետ այսօր նույն գաղափարը կիսում են Սամվել Կարապետյանի ուժը, հա, էլի կիսում են նույն գաղափարը, կարծես թե իրենք հայտարարել են հերացման մասին, փոքրիկ խմբակ սիրուն անվանում են տվել, ինչա դուր է գալիս այդ փոքրիկ խմբակ ասածը, նույնը Նոյան Տապան են ասում, հա, այդ ինչ հիմա ժողովրդի մեջ ընդունված ասում են, Նոյան Տապան, հասկացա, Ծառուկյան հետ կապված այդ ուժը ինչ որ ձևավորվում, որտեղ ես նույնպես տեսնում եմ հայտարարություններ, որոնք հուշում են սրա մասին, հասկացա, որոշ վերապահումով էլի ինչ որ ուժեր են այնտեղ երևում, հա, շատ մանր, բայց չեմ կարծում, հա, չեմ կարծում, որ դրանք ինչ որ էական բան են փոխելու այս ընտրություններին։ Անձնական ամբիցիաների բավարարումը եկեք հասկանանք, որ այս ընտրությունների համար չի։ Այս ընտրությունները լինելիության խնդիր է լուծում։ Եվ եթե կան մարդիկ, ովքեր իրանց մեծամտության շնորհիվ փորձում են անձնական ամբիցիաներ խաղացնել այս ամեն ինչի մեջ, ապա իրանք իմ համար Նիկոլ Փաշինյանից ոչ մի բանով չեն տարբերվում։
Իսկ impeachment-ի մասով ինչ կասեք, աշխատող գործիք է արդյոք։ Այս իրավիճակում Հայաստանի համար։ Ժորժ, եկեք օբյեկտիվ նայենք։ Այդ impeachment ասած անցած տարվանից ինչ որ շրջանառվում է, երկու փոքրիկ impeachment-իկներ որոշեցին հայտարարեն impeachment-ի մասին։ Սկզբից մեր դաշինքին մեղադրեցին, որ ինքը մասնակցություն չի ունենում, չնայած որ առաջի օրվանից հայտարարությունն եղել էր, որ մենք օքեյ ենք այդ ամեն ինչի հետ։ Հետո ասեցին, տվեք դնենք մեր սեյֆում ստորագրությունները ձեր սեյֆում թող չլինի։ Okay, դա էլ արեցինք։ Հիմա էլ ասում են դուք քիչ եք գնում բա ուրիշ падգամավորներին։ Ժողովուրդ, մի հատ པարզ բան ասեմ։ Երբ որ մարդը հարսանիք է անում, յուրականչում նվեր են տալի։ Բայց երբ որ հյուրերին ասում է կգաք, նվերը կբերեք, սեղանի ուտելիքն էլ կբերեք, հարսին էլ հետներդ կբերեք, այտենց հարսանիք չեն անում։ Ով որ նախաձեռնել է այդ impeachment-ը, ինքն էլ պետք է հասկանար ոնց է մնացած падգամավորներին հետ բերում։ Իսկ եթե նա ունենար 2 սովետական կոպեկի խելք, ապա կհասկանար, որ 25-26 թվին, երբ որ ազգային ժողովում ԿՊ-ական падգամավորները հանցակազմով իրար հետ արդեն կապված են բոլորը, դրանցից մի հոգի հանելը, սա պրոստը անելանելի խնդիր է։ Այսինքն ոչ մի ԿՊ-ական Նիկոլ Փաշինյանի չի հոգեբանորեն Նիկոլ Փաշինյանը լքել նշանակում է վաղը դատվել։ Հայնքի դավաճանության համար, բյուջեի վատնման համար, հասկացար, տարբեր 1000 հոդված կա վրեքները։ Բոլորն են կապված։ Դուք չեք զգում նույնիսկ այն մարդիկ, ովքեր դժգոհություն ունեն, ովքեր չերը ներառվում ցուցանկում, չեն խոսում։ Կամ միայն գովեստներով են մեկը կա, խոսում։ չէ՞ որ նեղացած է հա իրան, բան, դե գոնե դրան բերեք ստեղ, չեք կարում բերեք։ Չեն գալու։ Էս ամբողջ խնդիրը։ Իրան ցանկից մեկը կա, որ ոչ ներառել են իրանց բանում, հասկացար եւ այլ, ինքն էլ տես նեղացած դիրք ունի, հա, Ալեն Սիմոնյանն էլ կարծես կոնֆլիկտ ունի։ Դե բերեք արա, չեք կարում բերեք։ Խնդիրը սա է։ Դες պետք է ասել մի բան, որը դու կարող ես անել։ Մեր լիդերի եւ լիդերի շուրջ հավաքված մարդկանց, հա, սկզբունքայնությունը հենց դա է։ Երբեք չենք ասել մի բան, որը ի վիճակի չենք լինելու իրագործել։ Խնդիրը ստեղ է, եւ այս ընտրությանն էլ են գնալու այդ բանով։ Դուք տեսել եք, որ Ռոբերտ Սետրակիչը բան ասի, որը չի կարող իրագործել։ Խոսքը չի վերաբերվում նախընտրական ագիտացիաների մեջ ասել հաղթելու ենք, բայց ինչ պետք է ասել, ասել պարտվելու ենք։ Էսի ինչ մի հատ միտք կա, որ ասում է, դու այն ժամանակ ասել ես հաղթելու ենք։ Բայց գնում ենք ընտրությունների, չասենք հաղթելու ենք։ Մարդը որ մտնում է մարտի, պետք է մտնի հաղթանակով։ Թե Նիկոլի պես ասենք ինչ էլ լինի, մենք մեզ մարդ պարտված չենք ճանաչի։ Էս ինչ էիք ուզում սրանից։ Հասկացաք, չէ՞։ Մնացած բոլոր դեպքերում մարդը ով հանրության աչքի առաջ ա եղել տասնյակ տարիներ, երբեք չի ասել մի բան, որը չի արել։ Այս մարդը այսօր էլ նախընտրականով երբ որ հանդես կգանք, դուք կտեսնեք, որ թեզեր են լինելու, որը իրագործվելու են, չեն ստվելու։ Այդ ասֆալտը ձան հետ չի հալելու գնա։ Հասկացաք, չեն ասելու, որ գալու ենք օլիգարխներից հավաքենք փողերը, բաժանենք ձեզ, հետո էլ այդ օլիգարխների հետ լեզու գտնենք ու սկսենք իրար հետ պայմանավորված աշխատել ու բերել կողել իրանց ազգային ժողով։ Չի լինելու սա։ Հասկանում եք։ Ու ես սա համոզված ես կարողանում եմ ասել, որովհետև ես գիտեմ երկրորդ նախագահի ոճը, եսը, մարդու տեսակը։ Այդ մարդը տենց է եղել այսքան տարի։ Հիմա այս սուտ ասելուն եք ուզում լսեք, եկեք ընտրենք։ Սուտն եք ուզում, թե ճշմարտությունը։ Անպատվություն եք ուզում, թե արժանապատվություն։ Ուզում եք մնաք անհայրենիք դպրոցում թուրքերեն սովորեն ձեր երեխեքը, սահմանադրությունը փոխվի ու դուք թուրքական սահմանադրություն ունենաք, թե ուզում եք լինել հայ։ Դա էլ հարցական է, ադրբեջանցիները կուզենան, որ այստեղ հայեր մնան, թե ոչ։ Չէ, եթե խոսքս գնում ընտրության մասին, այս կոմի վրա եմ ասում, որտեղ վստահ եղեք, որ հունիսի 8-ից հետո, մեր հաղթանակից հետո հաստատ Հայաստանը լինելու է։ Համենայն դեպս չէ, վստահ լինելու է։ Վստահ լինելու։ Պարոն Մադաթյան, ձեր խոսքում նշեցիք, որ այս ժամանակից շուտ քարոզարշավը Նիկոլ Փաշինյանը սկսել է, որովհետև մտավախություններ ունի, այո, վախեր ունի, որ չի ընտրվելու։ Այ այդ վախը միայն օրենքները խախտելով ընտրապարկարի հետ կապված է դրսևորվելու, թե ուրիշ ծայրահեղ քայլեր էլ կարող է դիմել։ Տեսեք, նախ եկեք
փորձեմ թեթև անդրադարձ անել այն ծիծաղաշարժ թվերին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից վիճակագրական եւ այլ տրվեց։ Տեսեք, ուզում եմ ելի մի ինֆորմացիա տալ։ Միջազգային առողջապահական կազմակերպությունը հայտարարել է, որ 2025 թվի դրությամբ հոգեկան անառողջ մարդիկ կազմում են աշխարհի բնակչության 10%-ը։ Այս ուղղակի փորձեք հիշել։ Գիտեք, այն վիճակագրական տվյալներով անկախ, որ սովորաբար արվում է, եւ որին ես տեղյակ եմ, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը 10%-ից չի անցնում։ Ես չեմ ուզում դուք ընդհանրացնեք միջազգային առողջապահական, ինքներդ որոշեք ոնց կընդհանրացնեք, բայց 10%-ից չի անցնում։ 10%-ով, նույնիսկ 20%-ով Նիկոլ Փաշինյանը 50+1 չի ունենալու ազգային ժողովում։ 50+1 չունենալու դեպքում լուրջ իրավիճակ է փոխվելու, այսինքն դատական համակարգը դառնալու է անկախ, հասկանում եք, չէ՞։ Իրավագետները սկսելու են աշխատել, ոչ թե հրահանգներ կատարել, ոնց որ հիմա են կատարում։ Եվ այլ բաներ, եւ բացվելու են բազմաթիվ քրեական գործեր, եւ ասֆալտի, եւ, չգիտեմ, կոռուպցված մի անձից գնումների, եւ հայրենիքի հանձնման, եւ 44-օրյան պատերազմի, եւ բոլորը պաճկով դատվելու են։ Նիկոլ Փաշինյանը համար սա լինելիության խնդիր է, որտեղ ինքը Փաշինյանը, ես կարծում եմ իր ընդունած հոդվածով, որտեղ ես ինչքան հիշում եմ, հայրենիքի դավաճանությունը իրանք ընդունեցին բարդացրած վիճակով։ Ես կարծում եմ իրավաբանները կասեն իհարկե, բայց սա իմ կարծիքն է, որ հայրենիքի դավաճանության համար պիտի պատասխան տա։ Որտեղ ես ներքին համոզմունք ունեմ, որ սա ապիկարություն չի հայրենիքի դավաճանությունը, ապիկարությունը պատահականության սկզբունքով 1-2 անգամ կարող է լինել։ Որպես քաղաքացի եմ ասում, որպես մարդ եմ ասում, որ կրթված է, ես որպես մարդ եմ ասում, որ ուղղակի հասկանում եմ, որ ապիկարությունը մի անգամ, լավ 2 անգամ պատահականության սկզբունքով չի կարող 8 տարի շարունակ բոլոր ոլորտներում լինի ապիկարություն։ Շարունակական ու կրկնվող է։ Ուզում եք ասեք, որ ոստիկանության թվի ավելացման կրկնակի անգամ հանցագործությունների ավելացումը սա ապիկարություն է։ Հապա ինչ է։ Ես կարծում եմ սա մտածածին քաոս է ստեղծված։ Վերահսկելի քաոս։ Այո, վախի մթնոլորտ, որը ստեղծվում է։ Դուք գիտեք, կենցաղային ֆոնի վրա հանցագործությունները ընտանիքում, ամուսին կին, սպանությունների թիվը ինչքան ավելացել։ Ու մի կառավարության օրոք, ովքեր Լանզարոտի կոնվենցիա են ընդունում, Ստամբուլյան կոնվենցիա են ընդունում, եկեք հասկանանք, որ այս աբսուրդը, որի մեջ մենք թաղված ենք, ես չեմ կարող ապիկարություն համարել։ Այս աբսուրդը ինձ համար ավելի շատ մտածված է, ու դրա համար ես կարծում եմ, որ վաղը Փաշինյանը անպայման պատասխանատվության կենթարկվի իմ կարծիքով, իրավաբանները կորոշեն հայրենիքի դավաճանության համար։ Եկեք հասկանանք, ես կարծում եմ, որ այն թվերը, որ ես տեսել եմ, դա Փաշինյանն էլ է կուրսի։ Նես չի, որ ինքը այնքան միամիտ է, հա։ Նես չի, որ ինքը այնքան միամիտ է, որ այս Ամերիկայի թվերին հավատում է, որ նույնիսկ այդ Ամերիկայի թվերը իրան չպետք է հուսադրեն, որտեղ սովորաբար կանոններ գոյություն ունեն։ Ընտրություններից առաջ եղած ռեյտինգը իշխանության փոփոխման ենթակա չի դեպի դրական, իսկ ընդդիմության ռեյտինգը 3 օրվա մեջ կարա 2 անգամ ավելանա։ Կապված ակցիաներից, որը ընդդիմությունը կազմակերպում է, կապված են ծրագրերից, որ ինքը բերում է, եւ այլ իրավիճակներ։ 2 ժամկետ նստած իշխանության, 2 ժամկետ խոստումներ տված ու խափած իշխանության ռեյտինգը չի կարող բարձրանալ։ Այս ամբողջ խնդիրը։ Սա տրամաբանությունն է խոսում, սա սոցիոլոգիան է խոսում, սա եւ այլ։ Մարդկային հոգեբանությունն է։ Հոգեբանությունն է խոսում եւ այլ, դա անհնար է բարձրանա։ Իսկ ընդդիմության նույնիսկ ամենափոքր էլեմենտը կարա շատ արագ բարձրացնի։ Սկսենք այդտեղից։ Ու Փաշինյանին երևի թե կողքը կլինի էլի մի հոգի գոնե միջնակարգ դպրոց ավարտած։ Չեմ ասում բարձրագույն։ Որյան հուշի էլի ասի շեֆ։ Բանները զբուրթ են։ Դրա համար էլ պանիկայի մեջ յուղոտ պերաշկին ձեռները հնգած են ռայոններով այսօրվա դրությամբ։ Էս են անում իրանք, ուրիշ ոչ մի չեն անում։ Իրանք փորձում են օրենքի խախտումով մի քանի օր ավել շահել, բոլորը ստիպողական մասնակցում են։ Ընդ մասնակիցներից մեկը կիսկեսից գնում է, բայց ուղիղ եթերա մտնում, որ հանգարց իրան չպատժեն, ասում է, աղջկաս ծնունդն էր, ես գնացել եմ, հանգարց չմտածեք, որ ես փախել եմ այդ ձեր ուրախ ավտոբուսից։
Հասկացա։ Հա, ես տեսել եմ ավելի վատը դրա սովետական շրջանում, երբ որ մեզ հագցնում էին ձմեռվա ցրտին աշնան նոյեմբեր սպիտակ վադալասկաները, մենք կապտած sense, բայց ժպիտով կանգնում էինք ու դիմավորում էինք, ասենք, քաղաքորդի։ Վերջացրեք էլի ժողովուրդ, հասկացանք էլի։ Ծիծաղելի է։ Ես վստահորեն ասում եմ, որ այս հունիսի 8-ի առավոտյան հայերը կարթնանան արժանապատվության վերականգնման դարաշրջանի սկզբում։ Եվ մենք մեծ չարչարանքով կփորձենք վերականգնել այն ինչ փլուզվել է այս 8 տարիների ընթացքում։ Ես վստահ եմ ասում, որ հունիսի 8-ից հետո մենք խոշորացույցով Նիկոլի համակիր չենք գտնելու։ Ու Նիկոլի են համակրերը, որոնք այսօր ասում են գանք ձեր տուն Աննան գնացել է քո համար ճաշմա շեփենք, իրանք ասելու են, որ դեռ 18 թվից պայքարում են Նիկոլի դեմ։ Այս սովորությունն է, կոնֆորմիզմը, որը պետք է աշխատի։ Ես ասում եմ, հակեք այս եթերը հիշենք, փորձեք հունիս ամսին Նիկոլական գտնել։ Չեք գտնել։ Պարոն Մադաթյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար այսքանը, օրը թող բարի լինի։